Հարցերս այսօր մեր ծրագրի եզրափակիչ էտապն է, որտեղ որ հավաքվել ենք ախալքալակում մեր երիտասարդների հետ, ամփոփելով եւ եզրափակելով մեր ծրագիրը։ Ծրագիրը իրականացվում էր ՄԱԿ-ի զարգացման ֆոնդի եւ Եվրամիության համատեղ համագործակցության ընթացքում։ Ծրագիրն իրականացրել ենք մենք երիտասարդների հանուն ժողովրդավարական փոփոխությունների կազմակերպությունը։ Ծրագրի ընթացքում ծրագրի հիմնական նպատակն էր տեղական ժողովրդավարական դպրոցի կազմակերպում երիտասարդների համար։ Հիմնականում մասնակցել ենք նպատակային երկու գյուղեր ենք ընտրել եւ մեկ գյուղ Նինոց-Մինտայի մունիցիպալիտետից Փարվանա գյուղը եւ երկրորդ գյուղը Ախալքալակի մունիցիպալիտետից Ծովորջա գյուղը եւ ունեցել ենք այդ գյուղերից ակտիվ երիտասարդներ, դերահասներ, ովքեր մասնակցեցին տեղական ժողովրդավարական դպրոցին եւ այսօր տեղական ժողովրդավարական դպրոցը ոչ միայն տրեյնինգներ իրենից ներկայացնում, այլ նաեւ ներկայացնում պրակտիկ վարժություններ, նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների իմիտացիայի փորձ, որտեղ որ համապատասխան փորձագետների տեղական ինքնակառավարման փորձագետները անցկացրեցին մեր երիտասարդների հետ եւ 6 ամիսների ընթացքում ավարտեցինք մենք մեր ծրագիրը։ Մեր ծրագրի ընթացքում երիտասարդները նույնպես իրենց գյուղերում հետազոտել են իրենց գյուղի խնդիրները եւ իրենց համար երիտասարդների համար առաջնահերթային խնդիրները ներկայացրել են մեզ եւ մենք փորձել ենք երիտասարդների օրինակ ներկայացած խնդիրներին պահանջներին ինչ-որ ձևի օգնել, որպեսզի մի փոքր ներդրում լինի հետագայում այդ խնդիրները նորից առաջ տանելու եւ այդ խնդրի վրա աշխատելու եւ լուծելու։ Օրինակ Օրջա գյուղից երիտասարդների ինչպես իրենք մեզ ներկայացրեցին, երիտասարդների խնդիրներից մեկը երիտասարդական փոքր կենտրոնի ունենալն էր։ Փոքր կենտրոն ունենալու համար իրենք հետազոտություն են արել, ուսումնասիրել են տարածքը, ինչ-որ տարածք են գտել եւ այլն եւ խոսացել են, չգիտեմ, տեղական իշխանությունների իրենց տեղի բնակիչների հետ ավելի շատ այդ մասով, իսկ մենք մեր կողմից ներկայացրել ենք փոքր պրոյեկտոր կինոթատրոնի տեսքով, որտեղ որ իրենք կարողանան, չգիտեմ, կինոների դիտում, ինչ-որ վարժությունների իրականացում, որ նոր երիտասարդներին ավելի կակտիվացնի ու ոչ մենակ մեր պրոյեկտի ներկայացված երիտասարդներին, այլև գյուղի մնացած երիտասարդներին ինչ-որ կենտրոն ունենալով, որտեղ որ իրենք փոքր հանդիպումներ կանցկացնեն կինոդիտումներ կամ, չգիտեմ, քննարկումներ եւ այլն։ Նույնն էլ Փարվանա գյուղին, Փարվանա գյուղը ունի փոքր երիտասարդական կենտրոն, իրենց համար նվիրել ենք իրենց պահանջով փոքր պրինտեր, գունավոր, որտեղ որ իրենք կարողանան համապատասխան ակտիվություններ, չգիտեմ, նկարելու, ուրիշ ակտիվություններ, որ նոր այդ պրինտերը կօգնի իրենց այդ ամեն ինչը կազմակերպելու եւ անելու գործում։ Այսքանը մեր ծրագրի մասին հիմնականում եւ նաեւ ծրագրի վերջում իհարկե շատ շնորհակալություն մեր երիտասարդներին այս 6 ամիսների ընթացքում մեր հետ լինելու, աջակցելու եւ նաեւ մեր դոնոր կազմակերպություններին, ովքեր որ մեր ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին այս ամեն իրագործելու համար։ Բնակիչների մասնակցությունը բնակիչների մասնակցությունով մենք հասկացել ենք այն, որ օրինակ պետական նիստերի ժամանակ մենք իրավունք ունենք երթալ ներկայացնելու կապ չունենք մենք չափահասենք Սակրեբուլոյի նիստերի ժամանակ կապ չունենք մենք չափահասենք թե անչափահաս մենք ցանկացած բանի կայնենք տեղյակել ներկայացում երկրորդ կետը նշել ենք տեղական կարիքների ճիշտ ճանաչում Այսի քսելով մենք հասկանանք, որ եթե գյուղը ունի ինչ-որ մեկ խնդիրը, թեկուզ գյուղացիները չգայնանան բարձրաձայնել, պետությունը միշտ աչքի առաջ կունենա այդ խնդիրը ու փորձել լուծում տալ ու ամենաշատային է, որ մարդիկ պետք է դիմեն այդ օր համար։ Թափանցիկություն ասելով մենք
հասկացել ենք, այն որ օրինակ հենց նիստերի ժամանակ մենք կենենք ներկա ելենա ու մենք մեր եթե առաջարկել ենք, խնդրել ենք, որ այնենք օրինակ միջգյուղային ճանապարհների վերանորոգում պետության կողմից մեր գյուղում, մենք այդ իրենց գործունեությունեն տեղյակ կլինենք, այսինքն իրենք ինչ մտածեն, ինչ աշխատին, ինչ որ աշխատին այդ ուղղությամբ մենք կիմանանք այդ մասին։ Համայնքի զարգացումը ճիշտ չի այլ ինձ գտեվա, բայց դե ամեն կերպ փորձեք պետությունը բարելավել մեր համայնքը, եթե մենք իհարկե դիմենք։ Տնտեսական խթանում, իսկ տնտեսական խթանում ասելով օրինակ հենց ոռոգման ջարի հարցը, իրենք այդ հարցին լուծում կտան, եթե իհարկե գյուղացիները դիմեն, մարդկանց դրական ձևավորումը, այսինքն մարդիկ կուզենան ինչ-որ բարելավել իրենց գյուղում, իրենց համայնքում, անչափահասների ձայնը լսելու ունակությունը, այսինքն հենց մենք ունելով անչափահաս, մեզի հաջողակ նմանատիպ շատ այլ խնդիրներ կայնան իրենք լուծում տա այն ձևով, որ մենք անչափահաս ենք, բայց իրենք մեզի լսենք ու կաջակցենք երևի։ Մենք լսեցինք մնացածին Մշակութային արժեքների պահպանում, մշակութային արժեքների պահպանում։ Դիք բացատրեիք, չէ՞։ Հա, մշակութային ևս մեկ անգամ ասեք, մշակութային արժեքների պահպանումը օրինակ հենց Վրաստան ներես տարածքում կան շատ պատմամշակութային տեղեր, որոնք որ հենց երկրի կողմից էլ չի թույլատրվի, շարժ փոփոխություններ են եղել, որ իօգուտ մեզի է, մանավանդ մեր հայերում, որոնք որ քիչ մասնակցություն Վրաստանում, օրինակ հենց մեր ջավախքում կա օրինակ հենց Աբուլի բերքերը, ճիշտ է վրացական ծագում ունի հետոն, վրացականի, բայց թողնենքը պահպանելու եկեղեցիները, հայկական եկեղեցիներ մեր ջավախքի տարածքում կան, բայց պետությունը թույլ չի տա, իրոք քանցել կամ եթե շատ լինի վերանորոգել։ Հա, սա տեղական ինքնակառավարումը քաղաքի իրենք ուժ էին հասկացել, որովհետև տեղական ինքնակառավարումը պետության կողմից նշանակված օրինակ մեր գյուղը տեղական ինքնակառավարման անձ կենաքսե Քոփարը պետության կողմից նշանակված անձ է ու համայնքի զարգացման տեղական ինքնակառավարման կողմից է գալիս։ Բայց իրենց կողմից նշանակված անձ է։ Տեղական ինքնակառավարման կողմից պետք է նշանակված է։ Ես դի բաց ասեմ, խոսեինք բանուշարձանների պահպանման մշակութային արժեքների պահպանման մասին Տիգրան ասավ իրենց խմբին դուք հոտ չէիք վերջնակս Մշակութային արժեքների պահպանումը մենակ տեղական ինքնակառավարմանը չի պատկանում, էլի։ Մշակութային արժեքների պահպանումը ավելի շատ կենտրոնական իշխանության նպատակն է։ Դուք միանում վատ խոսք կարդալի, վատը որնը տարբերությունը չեք հասկնա, հա, այդ պետության եւ իշխանության։ Չի կար, պետությունը ընդանուր է, մենք որ այստեղ կապենք, չգիտեմ, իշխանությունը, դիմություն, սովորական ժողովուրդ, հասարակական կազմակերպություններ, ռադիո, այդ ամեն ինչը կազմված է պետությունից ու այս ամբողջ Վրաստանի ժողովուրդ կապրում է պետությանը մեջ։ Ու պետության մեջ ապրող ժողովուրդը կընտրի իշխանություն, ընտրությունները տեսքով։ Իշխանություն, ընդդիմություն, հետո խորհրդարան կմտնին, իսկ տեղում ապրող ժողովուրդը կընտրին տեղական ինքնակառավարման մարմիններին, Սակրեբուլայի տեսքով եւ Մերիայի տեսքով։ Ներկա պահին մենք խոսենք տեղական ինքնակառավարումից, քանի որ mēs անցած դասընթացներում վերաբերվել էին տեղական ինքնակառավարմանը, օրինակ այդտեղ կա մշակութային արժեքների պահպանում, մշակութային արժեքների պահպանման, հետո ենթադրենք դուք եկեղեցիներ գսիք, հա, ռեգիոնները պետք չէ առանձնացնել, Ջավախք, չգիտեմ, այնտեղ Քրեմոքարտլի, Գուրիա եւ այլն։ Պետության մեջ, իր սահմանների մեջ ինչ մշակութային կոթողոր կա, որն ունի մշակութային կոթողի ստատուս,
պետք է պահպանվի պետության կողմից, կապ չունի հայկական եկեղեցիը, թե վրացական եկեղեցիը։ Պետք է պահպանվի։ Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի այդ եկեղեցիները պահպանվեն։ Օրինակ դուք որ աբուլի փեշտերի մասին գիտեք, ոչ թե վրացական ծագում ունի, այլ հետանոսական ծագում ունի աբուլի փեշտերը, որովհետև այդ աբուլի փեշտերը օգտագործած է այսպես մենք այսօր մադաղ գսենք, էլի, այդ մադաղի առողակարգի համար, այդպես իրենք շատ հին են, բայց մինչև հմ պահպանված է, բայց ցավոք սրտի այդ պահպանվածը, չգիտեմ, այդ ենթակառուցվածքի շինության շնորհիվ, այլ ոչ թե այդտեղ օրինակ չի գործը մշակույթի նախարարություն, որպեսզի ռեալ պահպանը երում, որովհետև դարերից եկած հարստություն է մշակույթային։ Տեղական ինքնակառավարման շատ քիչ բան մնա մշակույթային առումով արժեքների պահպանման։ Օրինակ, չգիտեմ, եթե օրինակ ձեր գեղեցկա ինչ-որ մշակութային կոթող տարածքի մաքուր պահելը վերաբերվի տեղական ինքնակառավարման եւ այլն այդ ձևի փոքր բաներ, բայց հիմնականում ավելի մեծ մասշտաբով։ Դա կենտրոնական իշխանությանն, հա։ Իսկ եթե ապակենտրոնացում եղնեին, կարծիքով ճիշտ եղնող տեղական ինքնակառավարման եղնի այդ իրավասությունը, քանի որ տեղական ինքնակառավարումից լավ ոչ ոք չգիտի իր մշակութային կոթողների վայրը, իրավիճակը, թե ինչ ստատուս ունի եւ այլն ու ինքն այդ գործառույթները կատարում։ Այդ համար եթե տերմին կնրենք, ճիշտ պետք կնրենք, օրինակ ենեք այդտեղ գրեք մշակութային կոթող, այդ արժեքների, կոթողների, ենթադրենք մշակութային կոթողների ոչ թե պահպանումը, այլ ենթադրենք մաքրության ծառայություն ինչ-որ այդպես բաներ, որոնց այս տեղական ինքնակառավարման վերաբերում։ Մնացած ընդհանուր շատ լավ է։ Դրասաղին մասով չի նշանակի, որ մնացած օրինակ իրենց փորձեն գսել, որ իրենց հնարավորություն չէ տրվել մասնակցել։ Օրինակ գեղի այդ հանդիպումները, երբ որ տղամարդիկ հավաքվի, որոշենք ինչով ծախսվի այդ գումարը։ Չի նշանակի, որ կանայք իրենց իրավունքները չգիտեն, ոչ։ Այդ նշանակի այն որ կանանց այդ իրենց հնարավորություն չի տրվի, որ իրենք է մասնակցեն։ Չեմ ասե, Էմանալի որ մեկը գուզա երթալ, իրենք ասեն չէ դու մի երթա։ Ուղղակի իրենց այդ հավասար հնարավորությունները, այդ խթանումը, զարգացումը, այդ հնարավորությունները իրենց համապատասխան ձևով չի մատուցվի։ Հակամ օրինակ մի օրինակը մեստեղ վերում։ Օրինակ ով է այստեղից տեղյակ, թե ախարքալաքի բյուջեն ինչքան է։ Ոչ մի։ Էդի նշանակի իրավունք ունի։ Թե ախարքալաքի Չէ, իրավունք ունենք ախարքալաքի բյուջեից ինչքան կտրամադրվի Սաքրեբուլոյի մերիայի աշխատողները։ Ու ինչքանով եք դուք համաձայն, որ մերիայի ու Սաքրեբուլոյի աշխատողները այդքան տրամադրվի ախարքալաքի բյուջեից։ Կամ ինչ է ամենաշատը կծախսվի ենթակառուցվածքներին, այլ ոչ թե ենթադրենք կրթության վրա։ ու տակերի չափահասարներն նշանակ այնք իրթարնակ Սաքրեբուլոյի նիստերուն մասնակցեն, որ համար պարտադիր գերնյան թեկուզ անչափահասներ մասնակցեն, բայց դիք այդ կան այդ ման չէ, որտեղ մի անգամ մենք էլի այդ մասով հետաքրքրվել էինք ու մեզի չթողին բանելու մասնակցելու, որովհետև մենք անչափահաս էինք ու այստեղ նաև երիտասարդների ակտիվացումը երիտասարդների ակտիվացման այդ չափահասների մեջ կապ կա, որտեղ մենք մեր կենտրոնի մասով հենց էլի դիմել ենք տեղական ինքնակառավարման մարմիններին ու իրենք մեզ տեղական ինքնակառավարման մարմին չէր ինքը դուք որ դիմել եք։ Բայց ինքը կոնկրետ հենց այդ անունեն գխոսիր ու մենք որպես են համ ձևի համ ներկայացուցիչ։ Հա, եկով են է ուղղակի։ Ու այդպես ինքը սա որ եթե մենք ինչ-որ չափահաս մարդ չունենանք մեր գերբուն, հաստատ մենք մեր գործողությունները չենք ինա իրականացնել, այդտեղ արդեն ինչ-որ կապ տեսնենք կողոտ։ Իջակեցի բան եմ ասեմ, հա, բայց երիտասարդների մասով երիտասարդը պարտադիր չէ մինչև 18 տարեկանների։ Մինչև 25 տարեկան չափահասներով երիտասարդ 35 մինչև։ Հա, 35։ Ու ասենք մերին առաջին կետը բնակիչների դիմումներին ուշ են պատասխանում կամ ընդհանրապես չեն պատասխանում։ Երբ որ բնակիչներին ինչ-որ խնդիր են գտեսնին, իրենց թեկուզ համայնքում կամ գյուղերում, թեկուզ հենց քաղաքը, իրենք հետորով եթե դիմեն տեղական ինքնակառավարման մարմիններին, իրենք միանգամից այդ խնդրին լուծում չեն տա, կարող է այդ խնդիրը անտեսվի ինքնակառավարման կողմից կամ կարող է լուծումը տան, բայց շատ ուշ։ Հաջորդը թափանցիկության պակաս, որ Այնտեղ ունենք թափանցիկություն,
Թափանցիկության պակաս, որ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին նակամ կատարվում են հենց իրենց շենքում այդ պատերից ներս, այսինքն ժողովուրդը շատ ինչ-որ ներդրում չի ունենում այդ որոշումների կայացման մեջ ու մեկ է այստեղ հաջորդ կետերների թուքակը բյուջեի անհասանելիություն բյուջեի անհասանելիություն, իսկ հենց այդ թափանցիկության պակասի մեջ էլ նշեցի, որ ժողովուրդը չի մասնակցել որոշումների կայացմանը, ու բյուջեի անհասանելիությունն է, որ ժողովուրդը տեղյակ չի եղնա, թե տվյալ գումարը ինչի վրա պետք է ծախսվի, այսինքն ժողովուրդը այդքան էլ չգիտի ու ինքը անտեղյակ է դրանից, որովհետև տեղական ինքնակառավարման մարմինը տեղեկատվություն չի տալիս։ Ու հաջորդը հանրային լսումներ չեն կազմակերպվում, եթե կազմակերպվում են միայն ընտրությունների ժամանակ, դա էլ ձայն ստանալու համար, օրինական տեղական ինքնակառավարման մարմինների հետ ժողովուրդը այդպիսի լսումներ կամ հանրային հավաքներ ընդհանրապես քիչ չեն ունենում միայն ընտրությունների ժամանակ, դա էլ արդեն կազմակերպվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որպեսզի կարողանան ընտրություններին ձայն հավաքել։ Կար հարց ունի կամ մեկնաբանություն։ Կարելի է ես մի բան ասեմ։ Ասված ունի, կարճ ունի, հետիք իրենց տեղական ինքնակառավարման բացասական կողմները վեքնոր, իրենք տեղական ինքնակառավարման կողմ են եկատուցիչ եղեն, հիմի իրենք կենյային կա, ու ահանջոր մեզի մեր կազ չունի կերում էր, մեզի կազ կաշիցուկ, բայց իրենք ֆինանսավը չեն դարամատել, դուր Ինչի՞րեսը չեն դարամատել, ոչ թե չեն դարամատել, այդ դուր համար ժամանակ է պետք, ներկապահին օրինականից մեր զարգաշրջանից Սամսարը չվարդեն գազ կաշել են ենքրում։ Այսինքն այս խնդիրը մենք լուծել ենք ֆինանսական էնորների եւ իրենց ֆինանսական բարելավել։ Ես ճիշտ կհասցնեմ։ Դենտրալիզացիան ապակենտրոնացումն ավելի շատ է։ Ու ավելի շատ իրավասություններ ունի տեղական ինքնակառավարումը։ Օրինակ Չեխիայի այդ խնդիրը լուծելու համար այդ Բրնո քաղաքի թափանցիկության կամ այդ ծերսած քաղաքացին որից տեղյակ եղել թե ինչ կատարվի, քանի որ կապրին 21-րդ դարում ինտերնետի համացանցի այս ցիֆրավոր տեխնիկաների դարը, այսպես իրենց մշակած է ապլիկացիա, որն ունի յուրաքանչյուր ժողովուրդ իրենց բռնոյի մարտով յուրաքանչյուր քաղաքացի ունի իր հեռախոսի մեջ։ Ու տեսնա օրինակ 26 թվականի համար ծրագրավորված բռնոյի բյուջետը, թե որտեղը տրամադրված է, օրինակ ավտոբուս պետք է առնին, տրամվայ գիծ պետք է անողին, մանկապարտեզ պետք է սարքին եւ այլն, ու նաեւ ունի իրավունք ժողովուրդը, մենակ տեսելով չէ։ Թե ամեն իրենք համաձայն են, թե համաձայն չի։ Նախորդ։ Այդ ամենափոքր օրինակն է, ու այդ ապլիկացիան շատ իրավունքներ կտա ժողովրդին, որ իրենք կարողանան ոչ թե տեղական ինքնակառավարումը որոշը բյուջեն ինչ պետք է նա, այդ ժողովուրդը որոշը ինչ պետք է նա, ու այդ ժողովրդի որոշակով իրենք համապարասպարծելով այդ բյուջետը կազմում։ Այդ փոքր օրինակներից մեկը, այդպես օրինակներ շատ կհանդիպի եվրոպական երկրներում կամ չգիտեմ, օրինակ Բրազիլիայում էլ տեղական ինքնակառավարման մարմինների մասով այդպես օրինակներ շատ կան։ ավելի տեղեկացված Այդ ինչ կնշանակի հավասար ու լավ հնարավորություններ տալ, որ մարդու ու ցավոք սրտի հողագործությունն անասնապահություն մարդուց տրամադրել շատ ժամանակ, որովհետեւ դու շատ աշխատանք տրամադրել, ու այդ աշխատանքը ներկայացնում դու չես հասցնի այդ ասակտեբուլո նիստի մասնակցել կամ տեղյակ եղնել այդ ամենին եւ այլն։ Դու մոդալից մենակ որ կարող չկա կարտոլը լավ աճի։ դուք ուրթից եք, հաշտենեք։ Գիմբիրդեցիան, բայց քաղաքաբրը։ Լավ, տաղակ, քրեք վերջացնենք, եթե շատ կարևոր բան չեք ուզեցել, որովհետև ժամանակ քիչ ունենք, եթե մտածեցիք շատ կարևոր։ Մեզի երիտասարդների ակտիվացում, որովհետև մենք ստեղ նշել ենք, մենք ներկայացնում ենք պրոյեկտը ներկայացնենք աշխատենք ու ունենք ֆինանսական խնդիր։ Այսինքն գեղին ծերերուն գողնենք ու ֆինանսի հետ կապված խնդիր ունենք։ Այդ ֆինանսի հետ կապված խնդիրը կզոնսել որ այդ օրիք միայն կապ չունի։ Այսինքն Ինչ պրոյեկտ է ինտերնետում։ Նազիկի հետ։ Կարմիր խաչ Ֆինանսի հետ խնդիր է, այդ համար կարող է չստացվում։ Շատ հետաքրքիր օրինակ է։
նշանակությամբ կբաշխվի ֆինանսը տարբեր գեղերու մեջ գեղեր շատ խնդիրներ կան։ Անհնարավոր չի բաշխվում։ Համաձայն ենք այդ առումը, որ հավասար չէ այդ մասով։ Այսինքն, տեսիք, երևի Տիգրանը ավելի ճիշտ կսե այդ մասով, Թանաս Ծորոբանոր կա, հավասարություն չէ, հավասարություն իրենը ոչ թե ենթադրեք, որ սաղիտ հավասար փող տանք, այլ ենթադրեք այն, որ ունի շատ կարիք, իրեն ավելի շատ փող տանք։ Այդ մասով ինչով կաշխատի տեղական ինքնակառավարումը, այդ մասը հաշվի կառնեն։ Լավ չի աշխատում։ Այնտեղ ավելի շատ առաջնահերթություններ տեսնում պրիորիտետներ հաշվի առնեն, օրինակ եթե դուք օրինակ ձեր գեղի առաջնահերթությունները ինչի տես, օրինակ հագասային մասով ջուր կամ ճանապարհ չկա, հա, կարող է ջուրն ավելի առաջնահերթային խմելու ջուրն, քան թե երիտասարդական կենտրոնում այդ տարի ջրի վրա ծախսվի բյուջետ այդպես, բայց օրինակ եթե դուք ունիք հետազոտություն, ու այդ հետազոտությունը ժամանակ խոսերի կա Օրջայի գյուղի բնակիչների հետ, ու տեսել որ Օրջայի գյուղում չկա ջրի խնդիր, չկա ասֆալտի խնդիր, հա, ճանապարհի խնդիր, այլ կա երիտասարդների հավաքման համար ինչ-որ տեղ չկա, որ կենակ դուք հավաքեք ու ինչ-որ խոսակ, ժամանակ անցկացում, կինո դիտիկ, ինչ-որ հանդիպումներ եղնի, կրթական ինչ-որ պրոցեսներ տանա, չգիտեմ, ձեր կերեք նետալույք այդ հետազոտության մեջ ունիք նշած, որ 20 երիտասարդների ովքերով հարսակույն համալսարան սովորել ու կենան իրենց այդ ազատ ժամանակը, այդ երիտասարդների ձմեր կամ ամառ հարսանուկների ժամանակ, ձեզի ինչ-որ, չգիտեմ, տատեղը իրավաբանության կողմով կսորվի, կենան ձեզի կա ու իրավաբանության համար, միջազգային իրավաբանության ջուր փոքր դասընթացում կամ ընդհանուր իրավաբանության ֆակուլտետի մասին խոսա, որով կենան ձեր մեջ ինչ-որ հետաքրքրություն առաջանա կամ չհետաքրքրի կետրով, որ իրավաբանությունը իմս չէ, ես ուրիշ ուղղությամբ ավելի կերտամ կամ չգիտեմ ուրիշ մեկը կենա եղնի ու այդպես դասընթացներ են ցույց այդ երիտասարդական կենտրոնում, բայց ամենակարևորը տեղոքսիկ ֆինանսական, որ ձեր չհագասի շատ, դուք պետք է ունենաք ինչ-որ արգումենտ, հա, փաստ, որոնք կսոր Օրջայի գյուղում չկա երիտասարդական կենտրոն, բայց կա ջուր եւ մնացած խնդիրներ լուծված են, չկա երիտասարդական կենտրոն ու այդ կենա այդ փաստի համար այդ հագասություն չառաջանա։ Այդ օրինակ նաև լավ օրինակ վերցրի Փարվանային օրինակ իրենց ուժերով է կառուցած իրենց երիտասարդական կենտրոն, բայց շատ բացեր կա, այդտեղ չգիտեմ վերանորոգելու եւ այլ մասով, բայց Փարվանայի առաջնահերթություն չի համարվել երիտասարդական կենտրոնը, քանի որ Փարվանան ուրիշ խնդիրներ, ավելի մեծ խնդիրներ ունի, հա, ճանապարհների խնդիր ունի, այդտեղ գազի խնդիր ունի, հնարավոր նաև ջրի խնդիր ունի եւ այլն։ Դպրոցի խնդիր ունի ամենակարևորը, դպրոց չունի եւ այլն։ Այդ համար ճիշտ եղնի որ եթե այդպես հետազոտությունը շատ կարևոր է։ Օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների համար շատ դեպքերում ուղղակի այդ հետազոտությունը չկա, թե ինչի կարիք ունի գեղը, հա, կարող կան գեղը, այդ գեղի ծրագրով հանդիպին գեղի տնամարդկանց ու որոշին օր, չգիտեմ, անասունների համար խմելու ջրի տեղ պետք է սարքվի, բայց կան ապագասերուն երիտասարդներ, ովքեր իրենց համար զարգացման կամ հավաքման, քննարկման ինչ-որ տեղը պետք ու այդ տեղը չկա։ Այդ համար շատ այդ հետազոտության պահը այդ տեղական ժողովրդավարական դպրոցենթացներում էլ շատ խոսացին, մանավանդ երկրորդ հանդիպման ժամանակ, երբ որ փոքրակի ուղղած էր շատ ակտիվ բացատրեց այդ ամենը, թե պրիորիտետները հաշվի առնելու համար, առաջնահերթությունները հաշվի առնելու համար այդ հետազոտությունները շատ կարևոր են։ Շատ կետը